Դե եթե մեկի համար պետքա լավ չլինի, դա պարոն Պուտինն է, որ առաջի օրը հենց հայտարարեց, առաջի օրը չէր, երկրորդ շաբաթը ասեց զոհերի թիվը Հայաստանում 10,000-ը անցել է, Ադրբեջանն է ուր դե թող գնան մի հատ տեսնենք լավ չի։ Մենք մեր դիրքորոշման մեջ ինչ ենք նշել, քանի որ այս մարդիկ չեն ուզում, տեսեք, քանի տարի անց է ստեղծել միասնական բազա, քննչական կոմիտեն ուրիշ տվյալներ ունի, ՊՆ-ն ուրիշ տվյալներ ունի, ԱԱԾ-ն ուրիշ տվյալներ ունի, ՆԳՆ-ն ուրիշ տվյալներ ունի, զինկոմիսարիատները ուրիշ տվյալներ, ՄՕԲ-ը ուրիշ տվյալներ ունի, էլ չասած Կարմիր խաչ եւ այլ ՀԿ-ները, որ այդ պրոցեսով զբաղված են։ Ինչի միջև հիմա միասնական բազա չի ստեղծված, քանի որ եթե ստեղծեն միասնական բազա, այդ տարբեր տվյալները միացնեն, զոհերի քանակը, անհետ կորածների քանակը, ասենք, շատ անալու է։ Հիմա վարչապետը ուրիշ թիվ է հնչեցրել պլյուս մինուսը, որը որ շատ խայտարակ հայտարարություն էր, էլի ամբիոնից գնալ ասել պլյուս մինուս։ Այդ մարդկային կամ այդ, որ ասում ես ընդամենը 3800, այդ ինչ ասելու ձև է, այդ մարդկային կյանքերից ես խոսում, էլի, այսինքն այդ նվազացնելով դու ինչ ես ուզում ասում, մենք մեր դիրքորոշման մեջ ես ձեզ կուղարկեմ, եթե կցանկանաք հրապարակեմ։ Ուղարկել եք կհրապարակեմ։ Հա, հիմա այդ մարդկային զոհերի քանակը արհեստականորեն նվազեցնել, որ խաղալ հույզերի վրա մի հոգի թող լինի, 3800 թող մի հոգի լինի, այդ ինչ ասելու ձև է, որ ընդամենը 3800, մենք ինֆորմացիան չունենք, որ ասենք իրական զոհերի թիվը, մենք հիմնվում ենք տարբեր այդ աղբյուրներից, որ ընդհանրապես չի համապատասխանում այդ թվին։ Եթե դուք ասում եք կա այդ թիվը, ստեղծեք այդ միասնական բազան, որպեսզի անհետ կորածների, զոհվածների ծնողներն էլ մտնեն, գրանցվեն եւ իրանց երեխայի անունը գրեն, ու հասարակությունն է տեսնի, մենք էլ դուրս կգանք, ներողություն կխնդրենք, ասենք մենք սխալ էինք, դուք ճիշտ էիք։ Հա, ինչի՞ չեք ստեղծում։ Քանի տարի անց դուք ստեղծեք, պարոն Սարգսյան։ Մենք ունենք այդ մտադրությունը, որ ստեղծենք մի կայք, որտեղ ծնողները մտնեն եւ ծնողները անհետ կորածները քաղաքացիական անձինք մտնեն եւ գրանցվեն։ Հիմա աշխատում ենք այդ նույնականացման process-ը ոնց պետք է կատարենք, որ ասենք մի այլ քաղաքական ուժ չօգտագործի դա, ասենք, որը որ այսօրվա իշխանության դեմ է, չօգտագործի եւ չմտնի գրանցի ոչ իսկական տվյալներ։ Այսինքն մեր նպատակը ոչ թե սրանց նսեմացնելն, այլ իրական, այո։ Հա, հիմա աշխատում ենք այդ նույնականացման process-ը, հանձնարարություն ենք տվել, որ տեսնեն ոնց պետքա կատարվի նույնականացման process-ը։